Ցեղասպանության օրերին Սարա Գիդեոնի մորական պապն ու տատը նորածիններ էին, երբ ամերիկյան ափ հասան պատանիներ էին, նրանք տանը միշտ հայերեն էին խոսում և Սարայի մայրը մորաքույրների հետ միասին նույնպես հայախոս մեծացավ։ Ես մեծացել եմ ջարդի մասին տատիկիս պատմությունները լսելով, նրան պատսպարել էին որբատանը, հետո քեռիներն էին գտել վերցրել։ Սարա Գիդեոնը նահանգապետից և նահանգի սենատի ղեկավարից հետո երրորդ ամենաբարձր պաշտոնյան է մեյնում։ Երկրի հյուսիս-արևելքում մեկ այլ բարձրաստիճան ընտրովի հայ է Վալույթի քաղաքապետ Սկոտ Ավետիսյանը։ Ռոդ Այլենդ նահանգի այս երկրորդ խոշորագույն բնակավայրը 85 000 բնակիչ ունի, որոնցից մոտ 5 000-ը մեր հայրենակիցն են։ Ռոդ Այլենդի հայերը թվով միգուցե այդքան շատ չեն, բայց նահանգի ամենաազդեցիկ համայնքն են դարձել։ Հայկական միջոցառմանը տարօրինակ չի լինի տեսնել նահանգապետին, փոխնահանգապետին, նահանգի պետքարտուղարին, գլխավոր դատախազին ու 4-5 քաղաքապետի։ Իմ ներկայությունը որպես հայի արդեն շատ բան չի փոխում։ Միևնույն է, բոլոր կառավարիչները մեզ հետ են։ Վաշինգտոնում Դաշնային կոնգրեսում որևէ այլ նահանգ չունի այդ աստիճան հայանպաստ օրենսդիրների կազմ, որքան Ռոդ Այլենդը, վստահեցնում է Ավետիսյանը։ Վերջին 10 տարիներին նահանգի հայերին հաջողվել է հանդես գալ որպես հավաքական ուժ, անկախ քաղաքական կողմնորոշումից կամ թե որ եկեղեցին են այցելում։ 2012 թվականին Ռոդ Այլենդը դարձավ առաջին նահանգը, որ պաշտոնապես ճանաչեց Արցախի անկախությունը, որպես հայկական հավաքական աշխատանքի առանցքային ձեռքբերում, նշում է քաղաքապետ Սկոտ Ավետիսյանը։ Հայկ Արամ Նահապետյան, օրակարգ, Միացյալ Նահանգներ։